Ողջույն բոլորին, շնորհակալություն մեզ միանալու համար։ Այսօր խոսելու ենք երկու շատ կարևոր թեմաների շուրջ։ Առաջի թեման լինելու է երեխաների խոսքի ուշացումը, եւ երկրորդ թեման լինելու է աուտիզմ սպեկտրումի խանգարում։ Դե քանի որ մենք մի քանի լեզվով ենք խոսում, դրա համար իմ երեխայի խոսքը ուշանում է։ Խոսքի զարգացման ժամանակ 3 ամսականում արդեն մենք պետք է լսենք երեխայից գղգղանքներ։ Գիտես, մեր հարևանի երեխան էլ 5 տարեկանը չէր խոսում, բայց հիմա նայ տես ոնց է հաղորդակցում, տես ինչերի է հասել։ 1-ից 3 տարեկանը երեխաների զարգացման համար համարվում է ամենավոսկի տարիքը։ Ծնողներ կան, ովքեր ասում են, եթե մենք իրան չարթնացնենք, ինքը կարող էր ամբողջ օրը քնել, ես ուղղակի Այսինքն ուրախանալ պետք չէ այդքան է պետք չի ուրախանալ։ Այսօր տաղավարում ինձ հետ լինելու է Լիլիթ Վահանյան, ով ունի երկար տարիների փորձ, 7 եւ ավել տարիների փորձ։ Նա նաեւ ԱՄՆ-ում լիցենզավորված մասնագետ է աուտիզմ սպեկտրումի խանգարման ոլորտում։ Նաև հարկ եմ համար նշել, որ Լիլիթը նաև ունի հայաստանյան կրթություն, հատուկ մանկաբույժ եւ լոգոպեդ։ Եվ այսօր անպայման պետք է նրան շնորհավորեմ, քանի որ նա հիմնադրել է LV Learning Center-ը, որտեղ որ հաճախվում են տարբեր տարիքային խմբի երեխաներ։ LV Learning Center-ի մասին երևի թե հաղորդման վերջում մի փոքր կարող կանդրադառնանք։ Ողջույն Լիլիթ ջան։ Ողջույն Լուսնե ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ քո ժամանակից տրամադրել ես եւ այսօր այստեղ մեզ հետ ես եւ մասնակցելու ես քննարկմանը։ Լիլիթ ջան, երևի թե սկսենք հենց ամենաակտուալ հարցից, երբ պետք է նորմայում երեխան սկսի խոսել։ Շնորհակալ եմ Լուսնե ջան եւս մեկ անգամ հրավերի համար։ Տեսեք, երեխաների խոսքի զարգացումը, եկեք ես այսպես բացատրեմ, մի ճանապարհորդություն է։ Կան երեխաներ, ովքեր առանց խոչընդոտի որևէ միջամտության իրենք հասնում են իրենց խոսքի զարգացման գագաթնակետին եւ 1 տարեկանում արդեն լսում ենք բառեր, բայց կան երեխաներ, ովքեր այդ խոսքի զարգացման ճանապարհորդության ժամանակ հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների եւ համենայն դեպս կան նորմեր, որոնցով մայրիկը պիտի արդեն տեղեկություն իմանա, թե որն է համարվում նորմա։ Տեսեք, խոսքի զարգացման ժամանակ 3 ամսականում արդեն մենք պետք է լսենք երեխայից գղգղանքներ։ 6 ամսականից պիտի երեխան սկսի թոթովել։ Թոթովել ասելով ի նկատի ունեմ դա, դրանք դեռևս բառեր չեն, դրանք ուղղակի թոթովանքներ են։ Եվ 6 ամսականում կարևոր է, որ երբ որ նայում ենք երեխային, հաճախ երեխան ժպտում է, համենայն դեպս այն մարդկանց, ում ինքը հաճախ տեսնում է տանը։ Եվ կարևոր է նաև, որ 1 տարեկանից սկսած արդեն ի հայտ գա երեխայի, այսինքն բանավոր խոսքում լսենք բառեր։ Դե բնականաբար առաջի բառերը միշտ բոլորի մոտ լինում են մաման, պապան կամ տատան, բայց գոնե պետք է հաճախակի մենք 1 տարեկանից հետո լսենք այդ բառերը։ Եվ տարի կես ամսականից, այսինքն լինում է 18 ամսականից սկսած երեխան պետք է գոնե իր բառապաշարում ունենա մոտավորապես 20 բառ, դա մինիմումն եմ ասում, եւ 2 տարեկանում արդեն երեխան պետք է կարողանա 2 բառ միացնել իրար։ Դա կլինի մամա, այի կամ ջուտուր, այդպես խեղաթյուրված դեռևս բառերը, բայց դա արդեն համարվում է նորմա։ Բառակապակցություն, այո։ 2 տարեկանից սկսած արդեն պետք է 2 բառ մինիմում ինքը կարողանա արդեն կպցնել իրար։ Իսկ որ տարիքից է, որ արդեն պետք է անհանգստանա, որ ընդհանրապես երեխայի մոտ ասենք նկատի, որ խոսքը ընդհանրապես չկա, երբ պետք է դիմի մասնագետի։ Եթե մինչև 2 տարեկան կամ տարի ու կես ժամանակահատվածում ինքը դեռևս ոչ մի բառ չունի ու նաև դուրժած է երեխայի այն հմտությունները, որոնք պիտի այդ տարիքում արդեն ձևավորված լիներ, դա այն հմտություններ են, օրինակ, երբ որ ասում ես գնա լույսը անջատի առանց որևէ ժեստի օգտագործելու, երեխան հասկանում է դա անում է, կամ կոշիկներդ բեր դուրս են գնում, ինքը արդեն այդ հրահանգը անում է։ Տարի ու կեսից 2 տարեկանում երեխան հստակ պիտի կարողանա պարզ հրահանգները ինքը կատարել, թեկուզ եթե բառեր էլ չասի, որտեվ կան երեխաներ, ովքեր որ խոսքը ուշանում են, բայց այդ կողքից այդ բոլոր կարողությունները երեխայի մոտ տեսնում ենք, որ կա, դա մեզ համար արդեն փաստ է, որ ուրեմն կարճ խոսք է, եթե խոսքի ուշացում են, բայց
այսինքն խոսքի ուշացում է, բայց այն բարդ տեսակը չէ, որը որ կարող ենք անդրադառնալ մեր հարցազրույցի ընթացքում։ Այսինքն այդքան իմ համար կարևոր չի, որ երեխան քանի բառ է ասում, ինձ համար ավելի կարևոր է, որ երեխայի մոտ այդ մնացած նախախոսքային հմտությունները երեխայի մոտ ձևավորված լինի։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես քանի որ զույգ բալիկների մայրիկ եմ, ես այդ համեմատության մասին կուզենամ անդրադառնամ, իրենք 11 ամսական են, երբեմն ծնողները համեմատում են երեխայի որոշ մայլստոններ, այսինքն այս երեխաս մի քիչ ավել, սա արեց մի քիչ պակաս նա արեց եւ այլն։ Ինչ ես դու կարծում, դա ճիշտ է առհասարակ համեմատություններ անել մի երեխային մյուսի հետ։ Տես Լուսնե ջան, ես էլ ունեմ զույգ բալիկներ, այսինքն զույգ բալիկները, այսպես օրինակ կբերեմ, նույն հայրը եւ մայրն են, բայց դու էլ կփաստես, որ իրար ընդհանրապես նման չեն լինում, անգամ այդ խոսքի զարգացման ճանապարհորդության ժամանակ։ Ընդհանրապես պետք չի համեմատել անգամ նույն քույրիկին ու եղբորը իրար հետ, բայց հայրի մոտ շատ է տարածված, որ համեմատում են անգամ անծանոթի կամ հարևանի երեխայի հետ իրենց երեխային, մտածելով, որ ամենաճիշտ տարբերակը դա է։ Օրինակ, երբ որ մայրը մտահոգված, օրինակ, ինչ որ մեկին պատմում է, որ երեխան 2 տարեկան է, չի խոսում, առաջի օգնությունը ոչ թե պիտի լինի, արի հասկանանք ինչի չի խոսում երեխան, այլ լինում է խորհուրդ տալը, գիտես, մեր հարևանի երեխան էլ 5 տարեկան է չէր խոսում, բայց հիմա նայ տես ոնց է հաղորդակցում, տես ինչերի է հասել։ Դա ամենասխալն է, ամենասխալ մոտեցումը, քանի որ դա բացի վնասելուց ոչ մի օգուտ չի տալիս մեզ։ Դրա համար այդ համեմատելը չի կարող լինել, որովհետև այդ 1 տարվա ընթացքում, որ երեխան պետք է բառ ասի, ինքը տարբեր հմտություններ պիտի հավաքի այդ բառը ասելու համար։ Իսկ այդ հմտությունները թեկուզ են զույգ երեխաների մոտ, ինքը օրինակ մի կողմ կարող է ֆիզիկական մեծ ակտիվություն ունենա մի երեխան, իսկ մյուսը ավելի մտավոր ունակությունները ավելի շատ զարգացած լինեն։ Քանի որ այդպիսի երեխա չկա, որ գրեթե բոլորը նույն ճանապարհով ու նույն զարգացումով մեծանում են, դրա համար ամենամեծ սխալը իրար հետ համեմատելն է երեխաների։ Ավելի լավ է երեխային համեմատել նախորդ իր առաջվա, օրինակ 1 ամիս առաջ իր հմտությունների հետ եւ հասկանան թե ինչ ձևով է երեխան առաջ գնում, դա ամենաճիշտ տարբերակն է։ Օրինակ երեխաս 1 ամիս առաջ չոչ չէր անում, հիմա անում է, դա համեմատում է իր հետ, այլ ոչ թե համեմատի քրոջ կամ առավել եւս հարևանի երեխայի հետ։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ ցանկացած մոտեցում պետք է, այսինքն երբ որ դու նկատում ես, որ երեխայի մոտ որևէ փոփոխություն կա կամ զգում ես, որ երեխան լավ զարգացումը ճիշտ տեղի չի ունենում, early intervention-ը ամենաառաջնայինն է եւ շատ արագ դիմել մասնագետի, որպեսզի կարողանան շտկումը ավելի արագ իրականացնել։ Դրանում ոչ մի ամոթ չկա, դրանում ոչ մի այսպես այս հայկական լեզվով ասած դե հիմա կխոսի երբ ժամանակը կխոսի, այդ արտահայտություններն էլ ոնց որ ասած շատ ենք մենք լսում։ Կարծում եմ, որ ամենալավը early intervention-ը շուտ մասնագետին դիմելն է։ Առաջինը պետք է ծնողը նկատի, որ երեխայի մոտ զարգացումը դանդաղում է։ Իսկ early intervention-ը ինքը ամենաոսկի տարիքում է իրականացվում։ 1-ից 3 տարեկանը երեխաների զարգացման համար համարվում է ամենաոսկի տարիքը, որովհետև այդ ընթացքում երեխայի ուղեղը ձևավորվում է մոտավորապես մինչև 90%-ով մեծահասակների ուղեղի հետ համեմատած։ Այսինքն այն ինչ որ կարող է երեխան այդ պոտենցիալը հասնի մեծ տարիքում, չի կարող որևէ տարիքում փոխարինվել այդ 1-ից 3 տարեկանը։ Ես ծնողներին ուղղակի խորհուրդ կտամ, որ եթե մտածում են ամոթ տանել մասնագետների մոտ, չնայած բավականին արդեն ժամանակա պրոգրես կա ծնողների մոտ, համենայն դեպս թող նայեն դեպի, այսինքն դուք ինչքան առաջադեմ եք, որ ձեր երեխան 1 տարեկանից, 2 տարեկանից, 3 տարեկանից հաճախում է, չգիտեմ, որևէ զարգացման կենտրոն, որտեղ զարգացման կենտրոն երբ որ ասում ենք կամ տանում ենք որևէ խմբակի, այս դեպքում ծնողը լավ ազգում, որ ինքը հնարավորություն ունի երեխային տանում է տարբեր մասնագետների մոտ, երեխան, չգիտեմ, բարի եք տանում, լող եք տանում, համարեք, որ 1-ից 3 տարեկանն են ամենակարևոր տարիքն է, որ դուք պիտի զբաղվեք երեխայի հետ։ Եվ հավատացեք, որ այն
փակ պատուհանները, որը կարող ենք բացել 1-ից 3 տարեկանում, դուք չեք կարող անել դա ոչ մի տարիքում, եւ ես ուղղակի խնդրանք հորդոր, եթե նկատում ենք կամ առանց նկատելու ուղղակի այդ ամբողջ էներգիան ու ջանքը դրեք ձեր երեխաների վրա հենց 1-ից 3 տարեկան հասակում, որ հետո քաղեք այն պտուղները, որ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխային բոլոր բնագավառներում ինքը կայացած տեսնի։ Իսկ դրա համար շատ կարևոր է այդ early intervention-ը։ Լիլիթ ջան, շնորհակալություն ամբողջ այդ highlight-ների համար եւ մյուս հարցը, որ ուզում եմ քեզ տալ, ինչ խնդիրներ կամ ինչ սիմպտոմատիկա պետք է տեսնի երեխայի մոտ ծնողը, որպեսզի դիմի մասնագետի։ 6 ամսականից սկսած երեխայի մոտ պիտի նկատենք այդ սոցիալական շփման պահանջը, երբ որ ժպտում ենք իրան, ինքն էլ ժպտում է մայրիկին, ոչ թե անծանոթին, իր ընտանիքին կամ իր խնամակալին։ Ճանաչում է արդեն, զգում ենք, որ ճանաչում է։ Հետո պետք է ուշադրություն դարձնենք աչքի կոնտակտին։ 1 տարեկանից սկսած 10 ամսականից գոնե մինիմում երեխային, որ անունը տալիս ենք, ինքը պետք է արդեն արձագանքի դրան, ոչ թե արձագանքի ես այստեղ եմ, այլ ֆռա այդ անունին ուշադրություն դարձնես, կնկատում ենք, որ ինքը վերցնում է իր անունը։ Կան երեխաներ, ովքեր միջև տարի ու կեսն է այդ հմտությունը ձևավորվում։ Եվ շատ ծնողներ կան, որ ինձ ասում են, երբ որ խաղի մեջ է լինում, երեխան չի արձագանքում։ Պետք է, եթե ծնողը արդեն անհանգստանում է, ես ես հավաստիացնում եմ։ Ուրեմն դա մի անգամ կամ 2 անգամ չի լինում այդ անուշադրությունը դեպի, որ իր անվանը չի արձագանքում։ Ես վստահեցնում եմ, ուրեմն հաճախակի է նկատել, որ երեխան իր անվանը չի արձագանքում, դրա համար ուշադրություն է դարձնել, որովհետև սովորաբար նորմայի զարգացման ժամանակ 8 ամսականից սկսած, երբ որ երեխայի անունը տալիս ես, որտեղ ուզում է լինի, ինչ ուզում է լինի, գոնե մի հատ արձագանք անում է կամ գոնե ֆռում եւ նայում է այդ ձայնի ուղղությանը։ Եվ հաջորդ կարևոր կետերը, որ պետք է ուշադրություն դարձնենք, տեսեք, հիմնականում զարգացման որևէ խնդրի ժամանակ մեծամասամբ տուժում է հաղորդակցման հմտությունները։ Օրինակ, շատ են ծնողները ասում, որ բառեր չի ասում, բայց ես ասում եմ, իսկ որ մեկը ձեր տուն է գալիս, երեխան ուշադրություն դարձնում է, նկատում է, որ դռան զանգը տվեց, ուրիշ անծանոթ մարդ եկավ տուն, դրանք ավելի կարևոր կետեր ա, որ պիտի ծնողը ուշադրություն դարձնի, որովհետև արդեն այդ ժամանակ ինքը ծնողի հետ կամ իր խնամակալի հետ հուզական կապի մեջ է մտած, երբ որ անծանոթ մեկը գալիս է, ինքը պիտի ցուցաբերի, որ դու անծանոթ ես, ինձ մի գրկի կամ նկատի, որ գոնե նոր մարդ է ու այդ մարդու դեմքին նայի։ Դա շատ կարևոր հմտություն է, որը որ պիտի միջև 1 տարեկան կամ տարի ու կեսում, այդպես ասենք, ունենանք։ Եվ նաև 2 տարեկան, եթե չունենք որևէ բառ, որ ինքը ասում է, դա էլ նորից ազդակ, որ պիտի դիմեն մասնագետի։ Եվ մի հատ էլ շատ կարևոր բան կա, ռեգրեսը, դա խոսքի զարգացման հետընթացն է։ Դա արդեն մեծ նշանակություն ունի մասնագետների համար, ովքեր ծնողներ ասում են, որ Լիլիթ ջան, գիտես, ինչ բառեր ասում էր, բայց հիմա չի ասում, որովհետև երեխայի խոսքի զարգացման ընթացքը պիտի ինքը այնպես լինի, որ երեխայի զարգացումը պիտի ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս մենք տեսնենք նրա զարգացումը այդ խոսքի ընթացքում, բայց երբ որ երեխան ժամանակին կամ ամսվա ընթացքում կամ տարվա մեջ ինքը ասել է բառեր, բայց հետո այդ բառերը չի օգտագործում, նշանակում է, որ մենք ունենք խոսքի հետընթաց։ Եվ դա արդեն կարմիր գծեր են, որ պիտի ծնողը անհանգստանա, որ ինչու է այդպես։ Դա ամենակարևորներից է, որ պիտի ծնողը ուշադրություն դարձնի։ Նաև ուշադրություն կարող է դարձնել երեխայի խաղի մեջ։ Ինքը արդյոք կարողանում է մնացած երեխաների նկատի, որովհետև ամենակարևոր խաղը ինքը մեզ լիքը ինֆորմացիա է տալիս, երբ որ ծնողը կամ երեխան խաղում են։ Պիտի հասկանա, պիտի նկատի, արդյոք երեխան նկատում է, որ օրինակ իր հասակակիցներն են այդտեղ ինչ որ խաղային process-ի մեջ լինում։ Դա էլ է շատ կարևոր, թե երեխան ցանկանում է միայնակ խաղալ։ Սոցիալիզացիայի փուլն է։ Եվ նաև հաջորդ սկզբում մենք մի հատ քննարկում ունեցանք միասին, որ ես պատմում էի, որ աղջիկս զույգերից մեկը արթնանում է ու ծափ է տալիս, այսինքն այդ օր եթե մի բան սովորել է, փորձում է գիշերը այդ հմտությունը եւ նշեցիր, որ 12 ժամ քնելը դա էլ է որպես red flag, այսինքն համարվում։
Այսինքն 12 ժամ քնելը ծնողներ կան, ովքեր ասում են, եթե մենք իրան չարթնացնենք, ինքը կարող էր ամբողջ օրը քնել։ Ես ուղղակի Այսինքն ուրախանալ պետք չէ այդքանը։ այդքանը պետք չի ուրախանալ, որովհետև հիմա շատ ենք լսում, որ այդ միջև 1 տարեկանը երեխաներ մոտ ովքեր շատ հանգիստ են լինում, այսինքն նորմայից հանգիստ են լինում եւ ոչ մի տեսեք, բայց էլի տարբեր է ոնց որ կան երեխաներ, ովքեր հիմա կփաստեն ինձ կամ հարաբերական է, բայց դա էլ այդպես պիտի չլինի, այսինքն այդ նորմայից ցածր հանգստությունը կարող է հետագայում հենց դրա համար էլ օրինակ խոսքը ուշանալ։ Հա, օրինակ դրա հետ կարելի ասել, որ եթե կա այդ շատ հանգիստ վիճակը, նաեւ ուրիշ սիմպտոմներ կան։ Այո, ունի թե չունի։ Նաեւ իմ նշվածների մեջ, որոնք պետք է անհանգստացնի ծնողը, եթե ընդամենը մեկն է, օրինակ երեխան բոլոր հմտությունների մեջ ինքը իր տարիքի հասակակիցներին համապատասխանում է, բայց օրինակ չի սիրում ինքը երեխաների հետ խաղալ, ընդամենը մենակ այդ նկատելով դա դեռևս խնդրի չի կարող նշել ապագայում խնդրի մասին։ Պիտի մի քանի առանձնահատկություններ ունենա, նշված առանձնահատկությունները պիտի երեխայի մոտ նկատվի, նոր արդեն կարող ենք փաստել որևէ Եվ ընդհանրապես դիագնոզն էլ հենց այդպես է, էլի դրվում, այսինքն մի մասնագետը մի բան չի վերցնում, ու դրանով այդպես շարունակում իր ախտորոշումները։ Նաև քանի որ հաղորդման սկզբում նշեցի, որ խոսելու ենք աուտիզմ սպեկտրումի մասին, կուզենամ նաև ասել շատ հնչող մի հատ հարց, որ անդադ ֆորումներում տեսնում եմ, եթե երեխայի մոտ խոսքի ուշացում կա, պարտադիր է երեխան ունենա աուտիզմ եւ հակառակը, եթե երեխան ունի աուտիզմ սպեկտրում, պարտադիր է ունենա խոսքի ուշացում, թե ոչ։ Պարտադիր չի, որ աուտիզմով բոլոր երեխաները ունենան խոսքի ուշացում եւ խոսքի ուշացում ովքեր այն երեխաները, ովքեր ունեցել են ժամանակին խոսքի ուշացում, շատ հնարավոր է, որ իրանք երբեք էլ աուտիզմի սպեկտրումի խանգարման մեջ չլինեն։ Դրանք երկու տարբեր խոսքի զարգացման հասկացողություններ են, որոնք պիտի ուսումնասիրենք։ Աուտիզմը ինքն նյարդահոգեբանական խանգարման վիճակ է, որի ժամանակ դժվար է լինում վարքը, դժվար է լինում հաղորդակցումը եւ սոցիալական փոխազդեցությունները։ Այսինքն աուտիզմի սպեկտրումի մեջ գտնվող երեխաները դժվարություններ են ունենում այս մի քանի ոլորտներում, 3 ոլորտներում եւ շատ հաճախ նաեւ զգայական ինտեգրացիայի հետ են խնդիրներ ունենում։ Եվ աուտիզմի սպեկտրումի, քանի որ ասում ենք spectrum, պիտի հասկանանք, որ այդ սպեկտրի մեջ գտնվող երեխաները եւ ամենաթեթևներն են եւ ամենածանրները։ Դրա համար, երբ որ այդ աուտիզմ բառը օգտագործում ենք, շատ ժամանակ հենց սպեկտրի մեջ գտնվող երկու երեխաների ծնողներ, ովքեր ում մոտ օրինակ մեկը որ շատ թեթև է, իսկ մյուսի մոտ որ շատ ծանր է, իրար հետ կոնֆլիկտի մեջ են մտնում, այսինքն ինչի են իմ երեխային էլ ասում աուտիզմ եւ ինչի են իմ երեխային էլ ասում աուտիզմ։ Դրա համար պիտի հասկանան, որ այդ ամբողջը իրար հետ նույն բառն է, բայց իրանք բավականին տարբեր են իրարից։ Այո։ Okay, ոնց որ հասկացա, այսինքն խոսքի ուշացումը դեռևս չի նշանակում, որ երեխայի մոտ պետք է լինի աուտիզմ եւ հակառակը։ Շնորհակալություն բացատրության համար, Լիլիթ ջան, եւ կուզեմ այսօր նաեւ գիտես ինչի մասին խոսել, որ միշտ մենք միասին քննարկում ենք միֆերի մասին, խոսքի ուշացման հետ կապված, քո պրակտիկայից ինչ միֆեր ես լսում, դրանց մի փոքր անդրադառնանք։ Հիմա որ ասացի Լուսներ ջան, շատ եմ լսում ծնողներից, որ ասում են դե հոբարն էլ է ուշ խոսել, քերին էլ է ուշ խոսել։ Ես միշտ ասում եմ, տեսեք, եթե ունենք փաստ, որ գենետիկայում արդեն կա ուշ խոսացող երեխա, օրինակ, պիտի ավելի աչալուրջ լինենք, ավելի ուշադիր լինենք, որ գոնե մեր երեխայի մոտ, ես չգիտեմ այն ժամանակահատվածում ոնց է եղել, ոնց է ինքը կարգավորվել այդ ամեն ինչը, բայց տեսնում ենք, որ այս տարում ավելի ակնհայտ է, ավելի շատ են զարգացման խնդիր ունեցող երեխաները, այսինքն պիտի դա ավելի սթափեցնի, ոչ թե հանգստացնի ծնողին։ Դա առաջի միֆերից էր, որ միշտ ասում են ու ես ծնողներին ասում եմ, նաև Ամերիկայում շատ եմ լսում, որ հիմնականում ամեն երրորդ ծնողը ասում է, դե քանի որ մենք մի քանի լեզվով ենք խոսում, դրա համար իմ երեխայի խոսքը ուշանում է։ Ես
փաստում եմ, որ երկլեզվություն ունեցող ընտանիքներում այո, կարող է լինել խոսքի ուշացում, բայց խոսքի ուշացումը այնքան կարճատև է տևում այդ պահը, որ ձեր մտքով երբեք չի անցնի, որ դրանից հետո կարա երեխայի մոտ որևէ խնդիր առաջանալ, որովհետև երկլեզվությունը կամ եռալեզվությունը դա բացի օգուտից երբեք եւ չի կարող բերել որևէ խանգարման, դա փաստ է արդեն, ու կուզեմ, որ դրանով էլ չհանգստանան ծնողները, այլ հակառակը, օրինակ ես կողմ եմ, որ եթե միջև 3 տարեկան, չգիտեմ, երեխային մի 4, 5, 6, 7, 8 լեզու սովորացնեն, եթե երեխան ունակ է, դրանից երբեք երեխայի մոտ չի կարա ուշանա խոսքը, այդ փաստ է արդեն, որովհետև սպունգի պես իրանք ամեն ինչը վերցնում են։ Դու արդեն խոսեցի նաև մի մյուս հարցի մասին, որ ասում եմ կխոսի ժամանակը կխոսի այդ արտահայտությունը, որ շատ ենք լսում, դրա համար երևի թե խոսենք քո կենտրոնի մասին, ինչ մի փոքր եւ հաղորդման վերջում, եթե կարող ես նաև մի քանի խորհուրդներ տալ, որոնցով ծնողները կարող են զբաղվել տանը տնային պայմաններում, որոնք կնպաստեն երեխայի արագ խոսքի զարգացմանը։ Տեսեք, կենտրոնը, որ ես հիմնել եմ, ամբողջը իմ փորձի վրա է հիմնված, քանի որ ես ուզում եմ այնպիսի մի կենտրոն ունենալ, դեռևս ճանապարհին եմ, այդպես ասեմ, ճիշտ է, ես հիմնել եմ, հիմա աշխատում ենք, ամեն ինչ լավ է, բայց ես ուզում եմ այնպիսի կենտրոն ունենամ, որտեղ եթե աուտիզմի սպեկտրումի մեջ գտնվող երեխա գալիս է իմ կենտրոն, ինքը կարողանա գերազանցի իր ունակություններով այն երեխային, ով սպեկտրումի մեջ չի, որովհետև ես հասկանում էի, որ պիտի այնպիսի կենտրոն բացեմ, որտեղ երեխաները սովորեն հմտություններ, ու սովորեն խաղի միջոցով, ու սովորեն իրար հետ, ոչ թե սովորեն անընդհատ բանովան պարապմունքներին, ես դեմ չեմ, կան երեխաներ, որ միանշանակ պետք է բանովան պարապմունքներից սկսել, բայց իմ կենտրոնում պիտի սոցիալական փոխազդեցությունները պիտի գերազանցեն այն վիճակը, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ երեխաները սովորում են, երբ որ մոտիվացված են, իսկ երեխաները երբ են մոտիվացում, երբ որ իրանց ուզած խաղալիքն ես տալի իրանց կամ իրանց ուզած խաղն ես դնում իրանց համար, երբ որ երեխայի համար ստեղծում ես այդ մոտիվացիան, ընդհանրապես մարդու համար, երբ ես ուզում մի նոր բան սովորես, երբ որ մոտիվացված ես, եւ այս ամբողջ ժամանակը իսկ երեխան չի կարողանում անընդհատ այդ teacher ու այդ երեխա այդ վիճակը, որ այս ինչա, այս պիտի սովորենք, դա երեխային ձանձրալի է, բայց երբ որ երեխաները հայտնում են մի հատ միջավայրում, որտեղ իր հասակակիցներն են ու իրանք պիտի խաղան, ու դու այդ խաղի ընթացքում սկսում ես communication այնպես դասավորել, որ իրանք լսեն այդ communication-ը, իրանք շատ ավելի առաջ են գնում, քան վանովան պարապմունքների ժամանակ։ Եվ ես ամբողջ իմ կենտրոնի հիմա նպատակը դա է, որ ես կարողանամ այնպիսի մեծ խմբեր ունենամ, որտեղ խմբերում կլինեն եւ աուտիզմի սպեկտրումի խանգարում ունեցող երեխաներ եւ այնպիսի երեխաներ, ովքեր սպեկտրումի մեջ չեն, բայց այս պահին, քանի որ մենք ունենք կենտրոնում օրինակ կավագործություն, ավազա sensory-ին, որ խաղում են երեխաները ավազի հետ, ունենք robotics, իսկ եթե մի անգամ ուղղակի ասում եմ, եթե դու գաք մեր կենտրոն եւ տեսնեք, թե սպեկտրումի մեջ գտնվող երեխաները ինչքան առաջ են ավելի մտածում, քան այն երեխաները, ովքեր սպեկտրումի մեջ չեն, ուղղակի չգիտեմ, կզարմանաք եւ ես ասում եմ, դա այնպես պիտի լինի, որ ինքը նկատի, որ ինքը մի քայլ ավելի առաջ է իր անկերոջից, որովհետեւ շատ ժամանակ հենց երեխային տանում են ունենց կենտրոն կամ ունենց դպրոց, որ ինքը միշտ ավելի հետ է մնում մյուսի զարգացումից։ Ու այդ ժամանակ ինքը չի ուզում ավել առաջ գնա, որովհետեւ ինքը չի հանդիպել մի հատ տեղ, որտեղ որ ինքը ավելի կգերազանցի, քան այն երեխան, ով որ օրինակ սպեկտրումի մեջ չի, բայց էլի իր անկերն է։ Ու երբ որ տեսնում են իրանք էլ, որ օրինակ այս երեխան ունի դժվարություններ, ինքը չի սիրում հերթ կանգնել, բայց ինքը մի րոպեում 3 հատ ռոբոտ է սարքում, դու տեսնես, թե ոնց է ուզում ինքը ընկերանա իր հետ։ Ես ողջունում եմ քո ծրագիրը, Լիլիթ ջան, եւ հուսով եմ, որ այն կհաջողվի, գրեթե վստահ եմ, որ կհաջողվի, եւ ամենակարևորը կուզեմ այս ամբողջ բացատրության կենտրոնի ներկայացման հետ մեկտեղ ասեմ, որ աուտիզմը որպես հիվանդություն չպետք է համարել, այն որպես մի նոր ունակություն, քանի որ հիվանդությունը դա
այն է, երբ դեղորայքային միջամտություն բուժում է պահանջում, իսկ աուտիզմը չի պահանջում։ Հետևաբար դրան կարող են կոչել որպես ունակություն։ Կարծում եմ համաձայն կլինես այդ Համաձայն եմ, բայց մի բան էլ ասեմ, որովհետև շատ եմ լսում։ Տեսեք, աուտիզմի սպեկտրումի մեջ գտնվող երեխաների 30%-ը ցավով եմ ասում, բայց այդպես էլ երեխաների մոտ այդպես էլ խոսքի զարգացումը չի ձևավորվում։ Այսինքն այսպես ասած, բանավոր խոսք այդպես էլ այդ երեխաները չեն ունենում։ Բայց 60% երեխաների մոտ կամ 60%-ի մեջ գտնվող այն 30%-ի մոտ էլ կարող է ընդհանրապես երբեք էլ չլինի խոսքի ուշացում։ Եվ այդ մարդիկ շատերը իրենց խոսքը կարող են արտահայտել նկարչության միջոցով, երաժշտության միջոցով եւ շատ հայտնի մարդիկ արդեն ժամանակին ասել են, որ իրենք ունեցել են աուտիզմի ախտորոշումը եւ դա իրենց չի խանգարել, որ իրենք կյանքում հաջող են։ Եթե այն ծնողները, ովքեր որ կանգնած են այդ խնդրի առաջ, ես կուզեմ, որ այս վերջի իմ ասած դրական մոտիվը գոնե ունեն եւ իրանց երեխաներն էլ գոնե լինեն այդ 60%-ի մեջ։ Այո։ Ես էլ եմ հույսով եւ կուզենամ, որ ծնողները լսեն այս հաղորդումը եւ հուսով եմ մեծ օգուտ կտա նրանց եւ նրանք էլ կկարողանան հասկանալ ու ամենակարևորը հենց դիմեն մասնագետի ու կամ էլ չուշացնեն Այդպես, երևի թե Լիլիթ ջան, մյուսը, որ կուզենամ հաղորդման վերջում, այն խորհուրդները, որոնք ինչով կարող են երեխաները զբաղվել տանը, այսինքն ծնողը ինչով կարող է զբաղվել երեխայի հետ, ինչ ակտիվիտիներ կառաջարկես, որպեսզի խոսքը ավելի արագ զարգանա։ Ես կառաջարկեմ, որ ոչ մի Amazon-ից օրդերներ չանեն ծնողները, այլ ուղղակի նստեն իրանց երեխաների հետ եւ սկսեն երգել։ Ես կառաջարկեմ, որովհետեւ այստեղ արդեն գիտես, Ամերիկայում են, որ խաղալիքի տեսակ չկա, որ մարդիկ ունեն, երեխաներն էլ են, որ արդեն հետաքրքրություն չունեն այդ խաղալիքների հանդեպ։ Ցավով եմ ասում, բայց իրականություն է։ Ես փաստում եմ կամ արդեն բոլորս գիտենք, որ կապված ենք էկրանների հետ եւ եմ ասում երեխաները ծնվում են արդեն պլանշետներից կախված, ծնողներին ուղղակի խորհուրդ գիտեմ, որ անհնարին է դարձել առանց էկրանների երեխա մեծացնելը, բայց եթե դնում եք, գոնե ուշադրություն դարձրեք, թե ինչ եք միացնում երեխայի համար եւ գոնե լիմիտ ունեցեք։ Այսինքն օրվա մեջ ինքը ընդամենը նախ 1-ից 2 տարեկանն ընդհանրապես չի կարելի, բայց եթե դնում եք, գոնե տեսեք, թե ինչ են նայում ձեր երեխաները։ Սահմանափակում ունեցեք, Ես ինչու էի ասում, որ ոչ մի խաղալիքին այդքան կողմ չեմ, ավելի շատ կողմ եմ, որ ծնողը նստի իր հետ երգի, որովհետև խոսքի զարգացման մեջ շատ կարևոր են կրկնողություն ունեցող երգերը։ Օրինակ, ես հիշում եմ իմ օրինակով, ամեն անգամ ես որ երեխաներին պիտի արթնացնեի, ես ինձի հորինել էի, ամեն անգամ ասում էի Դավիթ, արթնացիր, աչուկները քո բացիր, ու անընդհատ ես էի ասում եմ իմ երեխաների նախադասությունը առաջին եղել է հենց դա, չնայած այսօր շատ կարդացել էի, այդպես որ ինձանից հորինեցի կամ իմ գիտություններ այդպես, արդեն աշխարհն է դա ասում, որ երգերի միջոցով ավելի հեշտ են սովորում երեխաները։ Ես կուզեմ, որ ծնողները, եթե ինչ-որ մի բան անում են, այդ տնային, չգիտեմ, երեխային ուզում են գուլպահ հագցնեն, փորձեն երգելով դա ասել, որպեսզի երեխան ու ոչ թե ամեն օր նոր երգ, այլ այդ նույն ֆրազան անընդհատ պիտի կրկնվի, այո, որպեսզի եւ դրա համար էլ այն կրկնվող գրքերը, որոնք որ անընդհատ նույն նախադասությունը մեջը կրկնվում է, դրանք հրաշալի մեթոդներ են խոսքի զարգացման համար եւ ես հասկանում եմ, որ ամերիկյան կյանքը այնպես է դասավորվել, որ շատ երեխաներ ցավոք սրտի միջև 1 տարեկան արդեն հայտնվում են խնամակալի կամ որևէ մանկապարտեզի հաստատությունում, գոնե ընտրեք այնպիսի մանկապարտեզ կամ ընտրեք այնպիսի խնամող, ով կյանքով լեցուն է եւ շատ է խոսում, որովհետեւ դա էլ է կարեւոր, որ երեխան լսի կենթանի խոսք, ոչ թե ամբողջ ժամանակ, չգիտեմ, էկրանները միացած լինի կամ հոգնած լինի, այլ շատ կարեւոր է այդ կենթանի խոսքի լսելը։
Չափ շնորհակալ ենք Լիլիթ ջան, իսկապես սենց հակիրճ, գեղեցիկ ամեն ինչ են, որ ասում եմ փորձեցինք ներկայացնել եւ իսկապես այս հաղորդման ընթացքում եւ առհասարակ հաջորդ հաղորդումների ընթացքում փորձելու ենք իրազեկության վրա աշխատել, այսինքն ինչքան մենք իրազեկված ենք, ինչքան տեղեկացված ենք, այնքան ավելի ուժեղ ենք, ավելի հզոր ենք եւ ես շատ կարեւոր եմ համարում նաեւ երբ ծնողը, այսինքն պատրաստում է ծնող դառնալ հղիության ընթացքում շատ կարդա այդ բոլոր մայլստոնների մասին, դա դու ես ինձ ասել նախորդ անգամ եւ ես այսօր ուզում եմ դա անպայման շեշտել, որ կարդա ուսումնասիրի մայլստոնները, փորձի հասկանալ, որ փուլում ինչ է լինում, դա ոչ միայն կօգնի, որ երեխային կարողանա նպաստի զարգացման, այլ նաեւ քիչ ստրես տանի, քիչ մտահոգվի Երևի թե եթե դու ունես ավելացնելու որևէ բան, սիրով Ասացի վրա մի բան ավելացնեմ, ուրեմն ինձ երբեմն գրում են երկու տեսակի մամաներ, այն որ շատ անհանգիստ են ու որ չափից դուրս հանգիստ են։ Օրինակը բերեմ, օրինակ գրում է երեխաս 2 ամսական է, չի խոսում, ուզում հասկանում կարող է երեխայիս մոտ աուտիզմ լինի, հասկանում եք, այսինքն այնքան անտեղյակ է, որ պիտի ինքը մի տարեկանից նոր երեխայի մոտ բառեր լսի, այդքան անտեղյակ մամա է, ու հաջորդը գրում է երեխաս 5 տարեկան է, բառեր չի ասում, ինչ է կարծում երեխայիս մոտ աուտիզմ կլինի, թե չի լինի։ Ծայրահեղություններից, այսինքն երկուսն էլ, բայց գալիս է այդ տեղեկատվության այդ պակասից։ Եթե մենք կարողանանք բերել գոնե որոշակի, այդ գոնե մայրանալու ընթացքում մինիմալ հմտությունները կամ մինիմալ ծնողը հասկանա թե ինչ սպասի երեխայից, կարծում եմ, որ ավելի օգնող կլինի, թե իրեն նախ, որ այդպես ստրեսի չի ենթարկվի, հետո նոր երեխային։ Այո, միանշանակ։ Կրկին անգամ շնորհակալություն Լիլիթ ջան, հուսով եմ նորից մենք կհանդիպենք, ունենանք նորից տարբեր քննարկումներ միասին, թեմաները անսպառ են, հատկապես երբ վերաբերվում է երեխաներին։ Երևի թե այսքանով ավարտենք այսօր։ Այո, Լուսնե ջան, ես շատ մասնագիտական տերմիններով չեմ ուզում չխոսեցի, համարելով, որ սա ուղղակի տեղեկատվական հարթակ է, այլ ոչ թե մասնագիտական վեբինար, եւ ուզում այն մասնագետները, ովքեր կնայեն այսօրվա մեր հաղորդումը, հուսով եմ դա կհասկանան։ Այո, սա ոդքասթ է եւ մենք ավելի ազատ ենք եւ փորձում ենք ավելի կենցաղային մակարդակի վրա փորձում ենք տեղեկություն տալ էկրանի այս կողմից այն կողմ։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար։ Վերջում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունները, հավանեք մեր տեսանյութը, տարածեք այն եւ եթե կունենաք հարցեր, անպայման մենք դրան կանդրադառնանք։ Շնորհակալություն։